ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, պատճառը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը տեղի ունեցած խախտումներն են։ Տուգանքը կազմում է 12,000 շվեյցարական ֆրանկ։ Ըստ ՖԻՖԱ-ի Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, վարքի եւ անվտանգության խախտումներ, ներխուժում կամ ներխուժման փորձ խաղադաշտ, ճայթուքների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում։ Վարչապետ Փաշինյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է զբոսնում Երևանում աշխատանքի գնում մետրոյով ճանապարհին շփվում քաղաքացիների հետ։ Լավ օրվա, լավ մեկնարկ, տեսանյութը այսպես է վերնագրել Փաշինյանը։ Փարաքաշ համայնքի Մերձավան բնակավայրում վերջին դեպքերով պայմանավորված իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, Արարատ Նյուզին հայտնել են ՆԳՆ-ից, հավելել, քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են 30-ից ավելի խուզարկություններ։ Երևանի քաղաքապետը Սոցցանցի իր էջում պատասխանել է Երևանի դիմագիծն այլանդակող կառուցապատումներին, քաղաքաշինական նորմերին, կանգառներում տեղադրվող խելացի ժամանակացույցերին վերաբերող երևանցիների հարցերից մի քանիսին։ Կանգառների խելացի ժամանակացույցերին անդրադառնալով էլ ասել, մինչև տարեվերջ Երևանը կունենա շուրջ 40 կանգառ, որտեղ հնարավոր կլինի տեսնել ավտոբուսների ժամանման րոպեները։ Վարչապետը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Նախատեսված են նաեւ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։